Իմ սիրելի հետևորդներ, ես հիմա ուրեմն շարունակեմ հաղորդումը, ձեզ ներկայացնեմ ուրեմն Հայաստան դեկտեմբեր ամիսը եւ չնայած որ արդեն 7-ն է դեկտեմբերի, արդեն անցել են որոշակի իրադարձություններ կատարվել են, Վեներան է փոխել իր նշանը եւ տեղի ունեցել լիալուսինը։ Հիմա մենք մարող լուսնի փուլում ենք գտնվում, բայց առջևում դեռ Մերկուրին է փոխել իր նշանը, Մարսն է փոխել իր նշանը, Արևը եւ ունենք նորալուսին, ինչպես նաեւ շատ կարևոր իրադարձություն, Սև լուսինն է դեկտեմբերի 20-ին մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ինքը կգտնվի աղեղնավորի նշանում, Սև լուսինը դա շատ կարևոր իրադարձություն է, ես իհարկե ներկայացրել եմ նշանների համար, բայց հիմա մենք կանդրադառնանք, գիտեք, ես քանի որ հոգեվոր թեմային էր, իմ հետևորդներից մեկը գրել էր ուրեմն հարցեր ուղղել ինձ, ես խոստացել եմ, որ իրեն կպատասխանեմ, հարցը մոտավորապես նայում են, մարդիկ փորփրում են, նայում են իմ հին վիդեոները, իրենց հետաքրքրում է, որովհետև տեսնում եմ, որ ես 3-4 տարի առաջ ասել եմ, ինչ որ կատարվում է հիմա։ Ինձ հետաքրքիր է, արդյոք Հիսուսը դա գրել է Բյան, Աղոբաս Բյան, Շնիկ Բյանը, ճիշտ կլինի, որ անուն ազգանունը գրվի, այդպես ավելի հարգանքով եք դուք ձեզ վերաբերվում, ինձ հետաքրքիր է, արդյոք Հիսուսը նրա իրական անունն է, թե որոշակի փոփոխությունների ենթարկվել, եթե նա հայ է, ապա իմ կարծիքով պետք է լիներ որևէ ունենալ կամ որևէ հայկական անուն։ Բնականաբար, ես այդ թեմայով խոսում եմ, հավանաբար այդ վիդեոյի ներքևում է դրվել, հարցը բնականաբար ինքը հայ էր, Հիսուսը հայ էր, ինքը գնացել էր, գիտեք, ծնվել էր ինքը Հայաստան ծնվել կրթվել եւ հիմա ես դա կասեմ փաստը, հետո ինքը ջհուդների երկրում իր աշակերտները եւս հայ էին, բայց այնտեղ ներդրվեց Հուդան, ջհուդ Հուդան եւ գիտեր որ սատանան, որտեղ ինքը սատանայի ազգն է, որտեղ հрьяաները դա սատանայի ազգն է։ Իր ցեղն է եւ եթե որևիցե մեկը գովում է ջհուդներին կամ գենետիկորեն մենք նման ենք երկուսը ցեղասպանել են ջհուդներին, ոչ թե ցեղասպանել են, նման բան չկա։ Եվ մենք ոչ էլ նման ենք։ Եթե որևիցե մեկը ասում է, ես շատ ցավում եմ նման մարդու համար, որ այդպեսի գիտելիք ունի, կամ ասում էր, որ զենքերը բերել է սկզբում առաջարկել են հայերին, հայերը մերժել են, հետո իրանք տվել են ադրբեջանցիներին, նման բան չկա, նրանք չէին կարող, որովհետև Ադրբեջանը իրենք են ստեղծել եւ իրենք են հայը իր թշնամին է եւ Ադրբեջանին իրենք են զենքով մատակարարել, որպեսզի ուրեմն ոչնչացնեն հայ զինվորներին։ Այնպես որ այդ սուտը պետք չի տարածել, որ իրենց սկզբում Հայաստանն են առաջարկել, միգուցե այտենց ինչ որ ձևական նման քայլ է արվել, բայց իրենք չեն կարող Հայաստանին օգնել զենքով, դա բացառվում է։ Մի քիչ մտածեն այդ մարդիկ, ովքեր այտենց բան են ասում, նոր խոսեն։ Եվ հայերին երբեք մի համեմատել ջհուդների հետ։ Նույն գենետիկան ունեն, ցեղասպանվել են, այսով հիմար հերիքա խոսակ էլի։ Նրանք ովքեր այդպես բան են ասում։ Հիմա տեսեք, Հուդան, ջհուդ, արդեն Հիսուսը գիտեր, ջհուդը սատանան ներդրվեց այդտեղ, որպեսզի ծպտյալ ագենտ, որպեսզի ինքը գար ժամանակը ուսումնասիրեր թե ով է իրենց ուսուցանում, այդտեղ այդ խմբում տղաներ են երիտասարդ, ինչ քարոզ են տանում, ինչ են անում, եւ այլն, այդ ամեն ինչը պետք է ծանոթաներ, երբ որ կգար ժամանակը, ինքը պետք է մատներ ասեր, սա իրենց ուսուցիչն է, սովորեցնողն է, սրանք էլ աշակերտներն են, եւ երբ եկավ ժամանակը, ինքը հենց դա այդպես էլ արեց, եւ Հուդային այն մարդիկ, ովքեր իրեն ներդրել էին որպես ագենտ, ծպտյալ ագենտ Հիսուսի աշակերտների մեջ, հենց առաջինը իրեն սպանեցին, ոչ թե Հուդանը ինքնասպան եղել, կախվել, այլ Հուդային կախել են, այսինքն չէին կարող դանակահարել, որովհետև եթե դանակահարեին, կստացվի, որ ինչ-որ մեկն է իրան դանակահարել, ամենալավ տարբերակը կախվելն էր։ Այս ժամանակ էլ ատրճանակ չկար, որ ինքը ինքնասպան լիներ, ոնց որ իմացեն Կուտեոնին ասեցին, ինքնասպանը չէ, եղել ատրճանակ կար, եթե ատրճանակ չկար, չլիներ կկախեին, կասեն ինքը իրան կախել է։ Եվ այլն, ու հիմա եկավ ժամանակը ուրեմն ինքը մատնեց, իրեն կախեցին, հետո նոր Հիսուսին ուրեմն այդպես դաժան կերպով ջհուդները խաչեցին, սպանեցին եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար դրանից հետո հետաքրքիր է ձեր մեջ մարդկանց մեջ հարց չի առաջանում, ինչու են առաջինը հայերը ընդունել քրիստոնեությունը։ Բոլորը ուրախանում են, մենք ենք առաջին ընդունել, մենք ենք, բայց մեկը չի հարցնում, բայց ինչու մենք։ Ինչու մենք, այ հենց այն բանի համար, որ
այստեղ պետք է գային եւ Հիսուսի մասին բոլոր փաստող տվյալները եւ ձեռագրերը եւ ընդհանրապես Հայաստանը, որովհետեւ դա Հիսուսի երկիրն էր, դա իր ժողովուրդն էր եւ ասած գնա այդ ժողովուրդն այդ ամբողջը կսպանես եթե պետքա եւ այդ իրանց ձեռագրերը գիտելիքները այդ ամբողջը հարկավոր է ոչնչացնել եւ սատանան բերեց, քանի որ ես ասել եմ գրքում 80%-ը սատանայի խոսքն է 20%-ը Աստծո խոսքն է, ասած կտանես եւ ես այս թեմայով հետո մի օր կխոսեմ անպայման ավելի բաներ ասեմ կգնանք այնտեղ ինչև է կոչնչացնենք այդ ամենը եւ կդրվի սատանիզմի հիմքը այսպես որովհետեւ եթե դուք դա իրական գիրքը լիներ ես սրան էլ եմ անդրադարձել կտակարանը նոր կտակարանը կամ Աստվածաշունչը եթե կարդում եք դա Աստծուց լիներ միայն սատանայի խոսքը չլիներ ուրեմն մենք հիմա պետք է լավ ապրենք բայց չենք մենք հիմա պատերազմների մեջ ինչ ենք մենք իրար ատում սպանում կենթանիներին թունավորում սպանում մորթում ինչի համար չէ մենք քրիստոնյան գերմանացիները համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր մարդկանց սպանեցին քրիստոնյային չէ բայց քրիստոնյային սպանում էին բայց դիրքը չեն կարդում չգիտեի որ չի կարելի ինչևէ 80% սատանայի խոսքն է 20% Աստծո խոսքն է այդ իսկ պատճառով ոչ մի փոփոխություն չի լինում մարդիկ այդքան կարդում են Աստվածեկանչում կարդում են ոչ մի բան չի փոխվում այս կյանքում որովհետև այդտեղ շատ խառն է եւ այդտեղ ագրված նաեւ գիտեք սատանայի խոսքերի մի քանի բան որ ենթարկվեք ձեր տերերին ձեր որտեղ նրանք եւս Աստծո կողմից են ընտրված թագավորները իշխանները պրեզիդենտները ասենք վարչապետները եւ այլն դրանք ընտրված են Աստծո կողմից նման բան չկա որովհետև տեսեք դա սատանայի խոսքն է ներդրված կտակարանի մեջ ու նրանք ովքեր էս խոսքը օրինակ են բերում նրանք սատանայից են որովհետև սատանան երբ որ տարավ Հիսուսին փորձության այդտեղ ասեց չէ որ սա իրն է իր իշխանությունն է եւ եթե Հիսուսը ընդունի իրեն արդեն դիվային ուժերը մտնեն Հիսուսի մեջ այսպես ասած ինքը կարող է լինել այս երկրի տերը բայց Հիսուսը իր մեջ աստված էր ինքը Աստծո զավակն է եւ իրան պետք չէր ընդունել կամ այդ աշխարհի տերը դնի դա բոլորովին հետաքրքիր չէր որտեւ եթե ինքը դա ընդուներ գիտեք մարդիկա ես որ գամ իշխանության կփրկեմ ես սա կանեմ բայց Հիսուսը չասեց ես կգամ իշխանության կփրկեմ սատանայից այս երկիրը սա եւս նկատի ունեցեք ինչեւ է ուրեմն տարափոխության եւ ցույց տես որ դա իր իշխանությունն է եւ մյուս տեղն ասում է որ պիտի ենթարկվեք ձեր տերերին այսինքն մարդկանց ասում որ դուք ենթարկվեք սատանայից են դրվում ղեկավարները եւ դուք ենթարկվեք սատանայից դրված ղեկավարներին այսինքն ենթարկվեք սատանային այս այա ասվում ենթարկվեք սատանային եւ վերջ այս ձևով ու մարդիկ միամտորեն կարդում են ու շատ բաներ կարծում են որ չէ այսպես է գրված գրքում մենք այսպես պիտի անենք ասենք Հիտլերին չպիտի սպանենք որովհետեւ որպեսզի Հիտլերը թողնենք Աստված բանանի իր մի քաղաքական գործիչ կար այդպես էր մեկնաբանը որ թողնենք Աստված այդ հարցերը կանի գիտեք բաներ կա որ թողում ես Աստծուն հա ոնց որ ասեն գարշանքը այդքան լեկտիաբար խոսած այդքան բաներ հոգեխանգարված գյուժը դատի տալ եւ այլն թողել ենք Աստծուն ու Աստված իրանց պատիժը կտա դեպքեր կա որ թողում ես Աստծուն դեպքեր կա եւ արդեն հազարավոր միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլում արդեն այստեղ դու չես սպասում Աստծուն արդեն այստեղ ձեռքեր ծալելու ասես սպասենք Աստծուն ամեն աղոթենք որ Աստված ինչ որ մի բան չէ ուղղակի այդ մարդու պետք է լիկվիդացնել ոչ մի բան ասենք բանին Հիտլերին ավելի շուտ էր պետք լիկվիդացնել որ միլիոնավոր մարդկանց այդպես չլսեին համակենտրոնացման ճամբարները եւ դա սխալ կլներ բայց ըստ այդ քաղաքական գործի դա սխալ է որովհետեւ թողենք Աստծուն ասում ինքը թողենք Աստծուն Աստված ինքը վրեժխնդիր կլինի մենք ոչ մի բան չանենք ասենք նստենք սպասենք ասենք ամեն ժամանակ որ Հիտլերը այտենց միլիոնավոր մարդկանց ցեղասպանի նստենք սպասենք եւ ստացվում է նաեւ իր ասածին ուզում հակադարձեմ որտեղ էլի մարդիկ կան որ այդ բան են մտածում որ դա մոլորություն է չարի կողմից ինքն հենց անում որ վերևները սպանեն ներքևներին հա ղեկավարությունը գիտեք ինչքան մարդկանց են սպանում ում ուզում են սպանում են տանում են պատերազմի միլիարդավոր մարդկանց են սպանում այսինքն վերևները ովքեր իրեն ձեռ չեն տալիս ինչու Հայաստանը ինչքան մարդ սպանեցին հոկտեմբերի 27 էլի շատ մարդկանց չէ ուղղակի սպանեցին ոչնչացեցին դա չէր բացահայտվելու
Այսինքն իրանք կարան սպանեն, բայց ներքևները չէ, որտեղ տենց ձեզ սովորացրել են, որ նստեք աղոթեք, ներքև բանը, վերևները իրանք Աստծուց են ընտրված, իրանք Աստծուց կստանան իրենց պատիժը, դուք դες նստեք, սպասեք, թող ձեզ մորթեն։ Նստեք, սպասեք, աղոթեք։ Ոչխարները գրում են ամեն, 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 ամեն։ Սա սատանայից է, ու մարդիկ էլ այս խայծը կուլ են տալիս։ Դրա համար, եթե Հիտլերին ավելի շուտ սատկացնեին, ես չգիտեմ, ասում եմ, որ ինքը ողջ Արգենտինայում էր ապրում եւ այլն եւ այլն։ Ինչեւ է, այն մյուսները կարողացան փրկվեին շատ գլխավոր ֆիգուրներ եւ կարողացան փախչեին, իսկ ավելի ներքևները Նյուրնբերգյան դատավարության արդյունքում սպանվեցին։ Բայց գլխավորները փախան։ Ավելի վերևներում իրենց տարան, նեռը չթողեց էլի, ասեց չեմ թողնի, սենց ոնց կարող է իրենց մի բան լինի, ինչև է։ Սա է, որ սխալ են հասկանում եւ այսպիսի բաներ։ Հիմա այս նորից վերադառնամ այդ հարցին, բնականաբար շատ հնարավոր է, որ ինքը ունենա այլանուն, շատ հնարավոր է եւ այդ բոլոր փաստերը իրանք ոչնչացրեցին եւ առաջին տիգային Հայաստան, որտեղ Հիսուսը հայեր եկել էր, ասեցին Հայաստանից է վտանգը, ոչնչացրեք այդ ազգին, ու առ այսօր ջհուդները ոչնչացնում են, որովհետեւ այն մարդը, այն անհատականությունը կարա ծնվի այս մոլորակի վրա, որը վտանգ կարա լինի սատանայի համար, սատանայական սիստեմի համար, դա համար միշտ ցեղասպանում են հայ ժողովրդին։ Այսա է գաղտնիքը, սա է բանալին։ Բա Իսկ որտեղից ինձ այս ամբողջ ինֆորմացիա, սա գիտեք նման թեմաները մարդկային տրամաբանությամբ չես արտահայտի, հա, դա չի։ Ես մի օր կպատմեմ թերևս, քան որ հիմա առավելևս ժամանակները մոտենում են ու հոգևոր թեման բավականին ակտիվ է լինելու, ես դրան կանդրադառնամ, ինչպեսին է եղել, ոնց է եղել, որ հանդիպումը, հա, բարձրալի հետ Աստծո հետ շփումը, որտեղ դա տելեպաթիկ էր կատարվում, տեսնել դու չես կարող, ոնց որ գիժն էր ասել, որ ես տեսել եմ գիժը, սատանիստ դիվարը, մի տագետա տենց հարց տվեց, ես չգիտեմ հիմա իրանք էլի գնում են ԱԼՄ-ի այդ հաղորդավարներ, էլի տենց հավաքում է Բոզերինի շուրջը, թե խելքի է եկել, ես չգիտեմ, եթե դուք տեղյակ եք գրեք, իսկ եթե հələ գնում են նորից հավաքում այս շուրջը, ես իրենց հավաքցում եմ ուրեմն ինքը չհասկացավ այն ինչ որ ես իրեն ասեցի։ Ինչևէ, այդ որ տեսնեք Աստծուն ինչ հարց կտայեք եւ այլն, ես ձեզ ասեմ ուղղակի երկու խոսքով, որ դու ոչ մի բան ես, դու ով ես, որ Աստծուն հարց տաս։ Այ ողորմելի տգետ, այտենց հարցեր մի տվեք, էլի շոու ծրագիր մի սարքեք Աստծու անվան հետ։ Ինքը ձեր մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ այն ինչ որ դուք մտածել եք ոչ մեկի չեք էլ ասել, ինքը բնականաբար դա գիտի։ Այնպես է այդ գիտեք այդ հանդիպման ժամանակ, հա, երբ որ փոխանցում էր, ունեց փաստերը դրվեց իմ առջև, որ ուղղակի ապշում ես, դու շոկի մեջ ես, դու բան չես կարող ասել։ Ամեն ինչ դրվում, դու հասկանում ես, որ դու ոչ մի բան ես ու դու այնքան պրիմիտիվ ես, այնքան պարզ, առանձնապես ինչ որ բան չես ներկայացնում քեզ ու Աստծո համար ինչ է որ չիմանա ինքը քեզ ու դու պետք է իրան հարց տաս կամ ինքը ինչ որ հարցեր տաս իրան եւ այլն ու այն բոլոր հարցերը բնականաբար որ ինձ հետաքրքրում էր այդ բոլոր հարցերի պատասխանները տելեպաթիկ ինձ այդ ամենը եկավ եւ այն ինչ որ ես ձեզ ասում եմ դա եւս գալիս է դրանից այդտեղից է գալիս դրա հիման վրա որովհետեւ Աստված բացեց եւ հենց Աստված էլ ինձ բերեց աստրոլոգիա գիտեք ես հետաքրքիր է որ ինձ ոչ մեկ դեռ չի հարցրել թե Հակոբյան Աննա ինչու չեք անդրադառնում հոգևոր թեմային ես առաջ անդրադառնում էի ուրեմն գրքից ասում էի որ նա չարի խոսքը որ նա Աստծո խոսքը բացում էի դա հա որ մարդիկ հասկանան որտեղ Աստված ինձ բացել է ես դրա համար եմ կարողանում բացել այլապես չէի կարողանա եւ չարը ինձ պարզապես թույլ չտվեց ինձ թույլ չտվեց ինքը ինձ պատժեց ոնց եղավ դա ինչպես եւ այլն ես այս թեմային կանդրադառնամ ինչպես ասացի որովհետեւ հիմա այդ ժամանակահատվածն է շատ ակտիվ է լինելու հոգեվոր թեման եւ ես մի օր դրան կանդրադառնամ կպատմեմ թե մոտավորապես ինչպես է դա եղել եւ ինչեր ա տրվել եւ երբ որ այդ ժամանակ արդեն այդ հանդիպումը լինում է այդ կանալները արդեն բացվում են եւ քեզ այդ ինֆորմացիան գալիս է
Այսպես, որովհետև եթե Աստված ինձ չբացի, ես գիտեք, այնքան մարդիկ են սովորում աստրոլոգիա, գիրքներ, ինտերնետը բացես, լիքը բաներ կա, նյութեր, ինֆորմացիա, դիր կարդա, արի խոսա։ Շատ մարդիկ են ավարտում, բայց ոչ բոլորն են կարողանում կանխատեսում անել։ Այս է հարցը, եթե Աստված կամեցավ բացեց, կարողանում տվյալ անձը կանխատեսում անել, եթե չէ, ուրեմն չես կարող կանխատեսում անել։ Դրա համար գողանում են, դրա համար Հայաստանի քարտեզը, երբ որ ես ներկայացնում էի, ինձանից գողանում էին պոռնիկները ու ներկայացնում էին։ Հիմա որ Հակոբյանն չի ներկայացնում, արդեն ոչ մեկ չի խոսում Հայաստանի մասին, Հայաստանի քարտեզը ոչ մեկ չի ներկայացնում։ Բա ուզում ես այդ պոռնիկ քածին, որի օրտ անգամ ասեմ, ասում էր 3 քարտեզից եմ ես օգտվում, այդ պոռնիկ քած, բա ինչի հիմա չես ներկայացնում Հայաստանը 3 քարտեզով հանդերձ։ Ինչևէ, դու երկու պատիժ անպայման կստանաս, դու դրանում չկասկածես, ես սպասում եմ համբերատար սպասում եմ, որտեղ 26 թվականի սկզբից արդեն դրվելու է քո վերջի սկիզբը դրվելու, ինչպես որ ես եկեղեցու համար ասեցի, հոգևորականների համար իրենց վերջի սկիզբն է դրվում ու այդ գործողությունները կկատարվեն, նույնիսկ ես հիմա ասում եմ դա կատարվեց, չէ՞, տեսակ բոլորը տեսնում որ դա կատարվեց։ Հիմա ես հոգեխանգարված գիշ ասում եմ քո համար, որ 2026 թվականը սկսում է քո վերջը, վերջից սկիզբն է դրվում։ Սա քեզի գիտություն։ Ինչքան դու շարունակես իմ անուն տալ, խոսել, անդրադառնալ, չռված գործի աչքերով նայել կամերային ու ինձ ինչ-որ բան հասկացնել, այնքան ավելի վատ քեզ համար։ Այնքան դու կարողացնես, այնքան քո մտքերը կշատացնես։ Ու ոնց որ գարշանքի առջև դրվեց, քո առջև մի անգամից 3-ը կդրվեն։ Հետ չկասկածես։ Հիմա տեսեք, ես հիմա անցնենք առաջ եւ որքան ուզում եմ, որ կարճ լինի խոսակցություն, հավանաբար շատ կոմենտաժ եմ, որքան ուզում կարճ լինի, էլի չի լինում, սկսում ես խոսել, անկախ քեզանից ստացվում է, մասնավորապես, որ համարյա 2.5 ամիս չէինք հանդիպել։ Ինչևէ, դեկտեմբերին արդեն ասացի մենք ունենք այդ փոփոխությունները եւ հիմա ես ուղղակի ուզում եմ ներկայացնել, քանի որ արդեն ամսի 7-ն է, ես երևի թե ներկայացնեմ ամսի 10-ից, դեկտեմբերի 10-ից մինչև 26 թվականի հուլիսի 7-26 այդ ժամանակ մենք ուրեմն Նեպտունը դառնում է ուղղընթաց։ Նեպտունը վերջին անգամ, ինչպես եւ Սատուրնը վերջին անգամ իրեն գտնվում են ուրեմն ձկան նշանում, բնականաբար Նեպտունի համար շատ հարմարավետ էր ձկան նշանում գտնվելը, իսկ Սատուրնը վերջին հղկումները արեց ձկների համար, հեշտ չէ ձկների համար, իրենք փորձություն անցան, համոզվելու համար ես ասացի Սատուրնը ինքը հասունացնում է ու հասունանալու համար դու պետք է անցնես ինչ-որ խորթուբոր ճանապարհներով, դժվարին ճանապարհներով, բայց դրա փոխարեն դու ունենում ես ձեռքես բերում իմաստնություն եւ իհարկե նաեւ համոզում ես արդյոք դու տվյալ մասնագետն ես, նույնը հիշում եք, երբ որ Սատուրնը մտավ իմ նշան, ձկան նշան, իմ ուրեմն հոգեխանգարված դևը ինձ դատի տվեց, դևը եւ այստեղ արդեն ես պիտի կարողանայի ապացուցել ես արդյոք մասնագետ եմ, արդյոք ես կարող եմ հաղթանակած դուրս գալ այդ ամեն ինչից եւ ես դաս անցա, հասկացա շատ բաներ եւ իհարկե հաղթանակած դուրս եկա եւ հիմա մնացել է վերջին շտրիխները, Սատուրնը դեռ ասացի այդտեղ է եւ իրենք դուրս կգան եւ կարծում եմ որոշակի միգուցե փոքրիկ շտրիխներ կլինեն, որ պիտի ավարտվի, այ հենց սա է, որ դա անդրադառնում է, ես կարծում եմ արդեն 26 թվականին, երբ որ ինքը իր խնդիրների մեջ կխորասուզվի, իր խնդիրների մեջ, արդեն ժամանակ չի ունենա ինձ անդրադառնալու, իսկ եթե նորից շարունակեց ինձ անդրադառնալ, ուրեմն ավելի վատ իր համար ինքը արագացում է process-ը, ինքը թող իմանա, որ արագացում է, մեկ եղավ կգա անմիջապես երկրորդը, հետո կգա երրորդը, այնպես որ քեզանից է կախված, ուրեմն կանդրադառնաս, կարագացնես ու քեզ համար այդքան վատ։ Հիմա տեսեք Նեպտունն էր, որը ուրեմն ուղղընթաց է եւ տեսնում եք ինքը արդեն մոտենում է դեկտեմբերի 10-ից, այսօր 7-ն է, բնականաբար պլյուս մինուս մի քանի օր ինքը աշխատում է եւ Նեպտունը դա հոգեվոր թեման է, ինքը բավականին ակտիվանում է եւ մենք տեսնում ենք հիմա ինչ է կատարվում, հա, շատ ավելի կոնկրետ եւ ուզում եմ ասել, որ լարվածությունը բեկումնային ինքը դեռևս կշարունակվի մինչև, գիտեք, դեկտեմբերի երևի թե ասենք դեկտեմբերի կեսերը կամ մինչև դեկտեմբերի 20-ը ինչ որ շրջադարձային իրավիճակ է լինելու, տեսնենք թե դա ինչ կլինի։
շրջադարձային, որովհետև ես արդեն նշել եմ ամսի 1-ը +-2 3 օր, երբ որ կենթանակերպի նշաններն եմ ներկայացրել 8-ը +-2 3 օր եւ այսօրը մտնում է դրա մեջ դիվային օրեր են եւ արդեն 18-ը +-2 3 օր։ Այնպես որ մենք համերա հասնում ենք 20-ին, հա, դեկտեմբերի 20-ին շրջադարձային ինչ որ մի իրադարձություն լինելու է եւ այստեղ նաեւ անորոշությունները, քաոսային վիճակը, գաղտնիությունը դա եւս բավականին ակտիվ է լինելու, խաբեությունը մեծ է։ Այսպիսի իրավիճակ եւ եթե անցնենք առաջ, ես ուզեմ խոսել 12-ի մասին, 12-ին Մերկուրին է փոխել իր նշան, ինքը կմտնի աղեղնավորի նշան եւ այդտեղ կմնա մինչեւ 2026 թվականի հունվարի 2-ը եւ ինքը գտնվում է կրակի նշանում։ Տեսնում եք աղեղնավորի նշան միտքը, հանդիպումները, խոսակցությունները, հարաբերությունները, այստեղ գլխավոր իշխող թեման լինելու է հոգեվոր թեման։ Հայաստանում լինելու է հոգեվոր թեման, ոմանց մոտ ամուսնության թեման կարող է լինել։ Մարդկանց մոտ, հա, ընդհանուր հոգեվոր թեման է, բայց եւ կարող է լինել ամուսնության թեման։ Այսպիսի իրադարձություններ կլինեն եւ բնականաբար այստեղ կակտիվանա նաեւ ոմանք կմտածեն, դեպս անհոգ ապրողները, ուրեմն կմտածեն գնալ եւ ամանորը դիմավորել արտերկրում, շքեղ, գեղեցիկ, անհոգ եւ այլն եւ այլն։ Դա եւս նպաստում է այդ ամենին, հա, Մերկուրի մկրակի նշանում լինելը եւ ասեմ, որ քանի որ ինքը աղեղնավորի նշանում է, այստեղ գիտեք, այդ խոսակցությունները դժվար կլինի, այդ մարդիկ դժվար կտանեն ձկները, կույսերը եւ երկվորյակները, այստեղ կարող է ուրեմն իրենք կամ կարող են դժվար տանել, կամ կարող են լինել չափազանց անտարբեր։ Մենակ կույսերը կարող լինեն անտարբեր։ Դա իրենց բնորոշ է, ձկները չեն կարող լինել անտարբեր, որովհետեւ Յուպիտերը նաեւ ձկների մոլորակն է եւ հոգեվոր թեման իրենց էլ է վերաբերում, ինչպես որ Յուպիտերին, աղեղնավորին իրենց էլ է վերաբերում, դրա համար իրենց մոտ դա դժվար է լինելու։ Ասենք երկորյակների կույսերի մոտ հնարավոր է, որ հակառակտիցիկ երկորյակի մոլորակն է Մերկուրին եւ հայտնվել է աղեղնավորի նշան, միգուցե իրենք եւս քննարկեն կամ լրիվ հակառակ ձևով ստացվի ավելի մեծ ատելություն իրենք դրսևորեն, որովհետեւ տեսեք, հակառակ ինչ առումով որ հապարտը երկորյակա չէ, մենք արդեն գիտենք, որ իր Նեպտունը եւս միացած է Ալդեբարան Անտարեսին, շատ կոնկրետ միացած Անտարեսին, դա մի առանցք է, ու դրա համար ես արդեն նախորդ ասել եմ, վերլուծել եմ դա, այս ամենը կատարվում է։ Հիմա տեսեք, իր մոտ խեղաթյուրված, ինքը ուզի թե չուզի գնում է։ Գիտեք, երբ Մերկուրին մտնում է աղեղնավորի նշան, այստեղ պլյուս-մինուս մի քանի օր դա իրական չի, արդեն այդ շունչը կա, դա սկսվել է ավելի վաղ, այնտեղ ուրիշ թեմաներ կան, որ ուրեմն եղել են, հիմա արդեն անդրադառնա եւ Նեպտունի ուղընթաց լինելը եւ Մերկուրի ուրեմն մուտքը աղեղնավորի նշան, դա բերում է ավելի խտացնում է եւ միանշանակ այդ մինչեւ հունվարի 2-ը բավականին լարվածություն է լինելու։ Հիշում եք, որ մի անգամ ամանորի բարեմաղթանքները ինչ որ հանել էին կաթողիկոսին կամ ասենք ինչ որ իր կողքի էքը կիսամերկ իր տգեղ մարմինների ցույց դրել նստել կաթողիկոսի կողքը, երբ գիտեք դրես կոդ կա, չի կարելի, եթե կաթողիկոսը կա հոգևոր մարդու այդ ձևով կիսամերկ նստես այդտեղ, այսինքն դա եւս սատանան անարգում է ամենայն հայոց կաթողիկոսի հոգևորին, ընդհանրապես անարգում է եւ դու հասկանում ես, որ նա սատանայից է։ Շատ պարզ է, էլի դա։ Այս մակարդակն է այստեղ ինչևէ հիմա շատ ավելի թանձրանում է եւ կարող ինչ որ բեկումնային իրադարձություն ընդհանուր լինել եւ դա շարունակվելու է, ասացի մինչեւ 26 թվականը կեսերը դա դեռևս շարունակվելու է բավականին ակտիվ եւ նաեւ աշխարհում ոչ միայն, իսկ ավելի մանրամասն ես արդեն երբ որ կներկայացնեմ 26 թվականը այդ ժամանակ ուրեմն կանդրադառնամ ուրեմն այս կարգավիճակներ եւ իհարկե այստեղ Մերկուրին շատ ավելի լավ կլինի ինչ-որ մի նոր միտք, նոր գաղափար, ամուսնության շուրջ խոսակցություններ շրջագայելու,
հանգիստ գեղեցիկ անցկացնելու համար այստեղ խոյերի եւ առուստների համար կարող է լավ լինել, ինչպես նաեւ ջրհոսների, կշարքների համար խեցգետիններ, ցուլեր եւս կարող են այդպես ցուլերը հնարավոր է ֆինանսական հարցեր լինեն, փորձել ֆինանսական հարցեր քննարկել, ինչևէ այս իրավիճակն է եւ 15-ին Մարսը գտնվում է ուրեմն կմտնի դեկտեմբերի կեսերից մինչև 26 թվականի հունվարի 23-ը ինքը գտնվելու է այծեղ ջուրի նշանում, որքան էլ որ այդտեղ ինքը համարվում է բարձրակետում, բոլոր դեպքերում այդքան էլ ճիշտ դրսևորումով չի դրական, որովհետև որքան էլ որ այծեղ ջուրներ գնում են իրենց նպատակի ետևից իրենք ավելի դա գիտեք իրենց պլյուս մինուսով իհարկե աշխատում է, բայց իրենց մոտ արթնանում է այնպիսի մի միտք, այնպիսի գիտակցություն, որ իրենք ուզում են փոխել իրենց ապագան եւ փոփոխություն մտցնեն եւ քայլեն առաջ։ Փոփոխության կարիք են ունենում եւ կդիմեն որոշակի գործողությունների, շատ այծեղ ջուրներ եւ միանշանակ ուրեմն այստեղ խոյրը կշարքները եւ խեցգետինների մոտ եւս դա ուրեմն այդ ցանկությունը կլինի փոխել ինչ-որ մի բան։ Գիտեք, հունվարին, ես դա հունվարին կանդրադառնամ, բայց կան որոշակի օրեր, որ կարող են լինել ճակատագրական խոյրի, կշարքների եւ խեցգետինների համար։ Ես դրան կանդրադառնամ, կմանրամասնեմ, երբ հունվար ամսվա համար դա ներկայացնեմ, իսկ այսքանն էլ որ իմանաք մտնում է այդտեղ, ուրեմն ես ասեմ ում համար է լավ, հողի նշանների համար լավ է, այսքան ցուլ եւ կույս, ինչպես նաեւ կարող է լավ լինել ձկների համար, մոլորակները երբ որ հավաքվում են այդ ջրի նշանում, որտեղ արդեն Մարսին շարունակի արդեն այդ հետքերով գնալ արևը 15-ին ինքն է եւ 21-ին արդեն արևը կփոխի իր նշանը, կմտնի այդ ջրի նշանը, չէ՞, այնուհետև Մերկուրին, Վեներան եւս միանալու են եւ բոլորը հավաքվելու են այդ ջրի նշանում եւ դա ավելի շատ գիտեք հիմա ձկների համար լավ ժամանակահատված չի, ձկներ, կույսեր եւ երկորյակներ, որովհետեւ այս ժամանակահատվածում իհարկե նախորդ ասենք մի ամսվա ընթացքում միանշանակ մոլորակները որ հավաքված են աղեղնավոր նշանում, վատ իրադարձություններ են կատարվել ձկների երկորյակների կույսերի կյանքում միանշանակ կոնկրետ կատարվել են իրադարձություններ ոչ լավ։ Ես իհարկե նախապես ասում եմ դրա մասին, բայց հիմա ուրեմն նորից հիշեցնեմ եւ երբ արդեն հունվարին գիտեք 21-ից 22-ից հետո արդեն արևն է մտնում, հետո արդեն նրանց հաջորդում են մյուս մոլորակները Վեներան եւ Մերկուրին եւ հավատացեք, որ հունվարից դեկտեմբերի վերջ հունվար արդեն շատ ավելի լավ կլինի սիրելի ձկներ ձեզ համար կարիճների համար լավ է լինելու, ուրեմն ցուլերի եւ կույսերի համար է լավ լինելու եւ ասեցի դժվար է լինելու արդեն խոյերի, կշարքների եւ խեցգետինների համար հունվար ամսին։ Իսկ դեկտեմբերին փաստորեն ձկների համար էր, այդ 4 նշանների համար էր դժվար։ Սա էլ ասես, այնպես որ ձկները ուրեմն իրենք արդեն թոթափում են այդ ամեն ինչը, ավարտում է իրենց մոտ եւ հիմա արդեն պատրաստվում են իմ նշածած մոլորակները, խոյերը, կշերքները եւ խեցգետինները, որպեսզի հաղթահարեն հերթական ուրեմն այն փորձությունները, որի առաջ իրենց առջև կլինի կամ կանցնեն դրա միջով։ Սա էլ էսպես եւ 20-ին կատարվում է շատ կարևոր իրադարձություն, տեղի ունենում եւ նորալուսինը, Հայաստանի ժամանակով 5:43 րոպեի նվարկյան արևի լուսինը միանում են 29 աշճանում եւ այն տեղի ունենում աղեղնավորի նշանում, 29 աստիճանում, գիտեք, այստեղ բնականաբար նրանք ովքեր այդ աստիճանում ունեն կրակի նշանում որովհետեւ մոլորակ կամ ցանկացած անձնավորություն, եթե ունեք մոլորակ 29 աշճանում, ձեզ համար շատ լավ է կրակի նշաններ, ինչպես նաեւ այստեղ ջրհոսի համար կարող է լավ լինել, կշարքի համար լավ լինել եւ լավ չի լինի նրանց հատկապես գիտեք այն ձկների համար, ովքեր մարտի ասենք ծնվել են 18, 19, 20, հա, իրենց համար առաջիկա մի ամիսը դժվար է լինելու, սա իմացեք ձկներ, կույսեր եւ երկորյակներ, այսինքն եթե դուք ձեր նշանի վերջին 1-2 օրերում եք ծնվել կամ շատ ավելի կոնկրետ ձեր արևը գտնվում է 28, 29, 30
աստիճաններում է գտնվում, այդ նորալուսինը ձեզ համար որոշակի դժվարություններ կբերի։ Եվ դա ասացի կարող է ցանկացածին վերաբերել, եթե դուք այդտեղ ունեք մոլորակներ։ Եվ ինչն հետաքրքիր, որ հենց նույն օրը տեղի ունենում, նույն օրը 29 դեկտեմբերի հետևյալ որ իրադարձությունը Սերմուսինը փոխում է իր նշանը, մտնելով աղեղնավորի նշան, դուրս գալով կարիճի նշանից։ Գիտեք, ամեն միտեղ ինքը ստեղծում է, բացահայտում է, ստեղծում է ինչ-որ խնդիրներ, ի ցույց է դնում այդ խնդիրները, այստեղ մենք գիտենք, երբ ինքը կարիճի նշաններ եղան մահեր, ձերբակալություններ եղան մահեր, որը մինչև այլ չեն բացահայտվել, չեն էլ բացահայտվի, որտեղ ներն է նստած զգահին, չի լինելու, ինքը թույլ չի տալիս, եթե իր շքախմբից ինչ-որ մեկը չի դրված, դա ինքը չի հանդուրժում եւ ու դուք այս կերպել մտածում եք, որ պիտի գնաք ընտրությունների, ես ուրեմն ձեզ ասեմ, որ ընտրությունների գնալ, ինքը միևնույն է կեղծելու է, ես նորից եմ ուզում ասել, որ ոչ թե գնում ենք ընտրությունների, այլ բոլորս ընտրության օրը, ես ասեցի պարզապես կիսատ մնաց 365 օր ունենք, մի օր ունեք դուք փրկության, մեկ օր, եւ այդ օրը ընտրությունների օրն է, եթե միջև այդ իրան չլիկվիդացնեն, որտեղ ինքը ունի վատ ասպեկտացիաներ, եթե միջև այդ չլիկվիդացնեն, իր ծնողները իրեն տենց լավ պահում են, չէ, որովհետև ԼՏՊ եւ Սերժ քաղաքական ամուսնությունից ծնվեց հպարտը եւ իրանք թիկունքին կանգնած են։ Տեսեք, ԼՏՊ-ի կուսակցությունից նախագահը դրված է, որ թիկունքին կանգնի, Սերժը իր կուսակցությունը բերեց մտցրեց ազգային ժողով, որպեսզի այնտեղ իրան պաշտպանեն, հանկարծ հրաժարական չտան ու ինքը իր սև գործը, նեղի գործը շարունակի։ Ունենց որ իրենք այդպես շատ լավ պահում են ու դուք մետաստազների նման տարածված են դրանք, դուք չեք կարող հասկացեք ընտրության միջոցով դուք ոչինչ չեք փոխի, կկեղծվի ամեն ինչ, դուք տեսնում եք ոնց են մարդիկ նետվում բանտերը, սպանվում են եւ այլն, ինչա՞ ձեզ թվում որ դուք կարողանաք ընտրություններով ինչ-որ բան փոխել, ընտրություն գոյություն չունի, դա մարդկանց խաբելու միջոց է, ես ասել եմ, դա սատանայի սիստեմն է, որով ինքը մարդկանց խաբում է, իլյուզիա է ստեղծում, թե դա ընտրություններ են լինում, այդպեսի բան չկա։ Հիմա տեսեք, եթե եղավ էր հանկարծ շփոթում, սպանում են այդ մարդուն։ Եվ դուք այդ օրը բոլորդ ոչ թե գնում եք տեղամասեր, այլ բոլորդ ընտրությունների գնալու փոխարեն դուրս է գալիս հավաքվում եք հրապարակում եւ ասում եք, որ քանի դեռ իր անունը դրված է, հներից ցանկացած եւ մասնավորապես եթե հպարտի անունը դրված է, մենք չենք գնում եւ մենք չենք քննարկում, այլ եթե այսպես ցույց անեք, ինչքան ուզենան ձեզ ցրեն, ինչ ուզում են անեն, մենք չենք գնում եւ վերջ։ Եվ մենք բոյկոտելու ենք այս ընտրությունները, որովհետև եթե նույնիսկ իր հպատակները գնան, դե ժողովուրդը գնա ու մնա հրապարակում եւ բոյկոտի ուրիշ տարբերակ չկա։ Դուք ինձ այդքան հարցնում եք ոնց անենք, ինչ անենք, ես ձեզ ասեցի 2026 թվականը միակ օրը 365 օրվա մեջ, որ դուք կարող եք ազատվել նեռից, դա այն է, որ ոչ թե գնաք տեղամասեր, այլ հավաքվեք հրապարակում, ինչ քաղաքական գործի չորասի գնացեք, իրանք իրանց, գիտեք մտածում են իրանց մասի, որ իր կուսակցություն ասի, այ գնացեք ինձ ընտրեք, իմ կուսակցություն ասի, գնացեք ինձ ընտրեք, իմ կուսակցություն ասի, որ հետո տեղերը բաժանեն, ասի տես իմ մոտ ավելի շատ են ինձ ընտրել, ուրեմն ես այդտեղ մի քանի տեղ պետք ունենամ, մի քանի տեղ ունենալով հարց չի լուծվում, ու ընդհանրապես ընտրություններով հարց չի լուծվելու, դուք ընտրում եք ինչ-որ մեկին, ասենք Պողոս Պողոսյանին, հավաքվում եք հրապարակում եւ ասում եք մենք ուզում ենք ասենք Պողոս Պողոսյան 1-2-3 հոգու այս մարդիկ իրենց տեխնացությունը դրվի մենք իրենց ենք ուզում ընտրենք այդ մարդկանց մեջ լինի ընտրությունը եթե դրված է հպարտի տեխնացում մենք չենք գնա եթե ների տեխնացությունը դրած է մենք չենք գնա որտեղ ինքը բերում է մահ շատ բան հասկացողություն պետք չի ինքը բերում է մահ եւ ինքը տանելու է Հայաստանը կործանման սա է ձեր փրկության միակ տարբերակը կլսեք կանեք չեք լսի արդեն դուք գիտեք այստեղ ձեզ ղեկավար պետք չի որ ինչ որ մեկը ձեզ առաջնորդի սուտի որ տանի ձեզ տենց մանտա չգիտես եւ այլն ձեզ ոչ մեկ պետք չի յուրաքանչյուր կարող եք ինքնակազմակերպվել եւ ինքներդ այդ օրը տեղամաս գնալու փոխարեն գնալ հանրապետության հրապարակ եւ բոյկոտել ընտրությունները
Սա է ձեր փրկությունը, եթե այնքան մարդ հավաքվի, ոնց որ ասենք սրբազանի ժամանակ, ընդհանրապես ցույցերի միտինգների ժամանակ այդքան մարդ էր հավաքվում, հա, հրապարակում, եթե այդքան մարդ հավաքվի ու չգնա ընտրությունների, իմացեք, այդ օրը դուք կփրկվեք, դա ձեր փրկության օրը կլինի։ Ես ասացի, որոշում եք դուք։ Ինչևէ, սև լուսինը մտնում է աղեղնավորի նշան եւ այստեղ բնականաբար դժվար է լինելու եւ ասեմ, որ առաջիկա ժամանակներում 9 ամսում յուրաքանչյուր նշանույթը մնում է 9 ամիս։ 9 ամիս դժվար է լինել ձկների համար, կույսերի համար եւ երկորյակների համար։ Դժվարության միջով են անցնելու իրենք։ Միանշանակ։ Այսպես, տեսեք, բաներ կա, որ նախորդ հարկավոր է նախապատրաստվել, գոնե հասցնել մինիմալի, այսինքն ես գիտեմ լինելու են դժվարություններ, ես պիտի, այսինքն ես հիմիկվանից աշխատում եմ, որպեսզի դա հասցնեմ մինիմալի, անում ես որոշակի գործողություններ չես անում, մի խոսքով դա շատ ավելի բարդ է, ես բնականաբար չեմ բացատրի, որ ինձանից չգողանան բոշեքը, ես զգում եք հիմա շատ քիչ բաներ եմ ասում, եւ հաջորդ իսկ օրը 21-ին դեկտեմբերի 2025 թվականին արևը կմտնի այդտեղ ջուրի նշան, հիմնական նշան եւ հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա ձմեռային արևադարձը, ինչը ձմեռային արևադարձը, հարգելիներս կարող եք ինքներդ բացել ինտերնետը եւ կարդալ ինչ է դա նշանակում։ Ահա, սրանք էին, ես հակիրճ ներկայացրեցի, արևը կմտնի այդտեղ եւ բնականաբար դա լավ է, այդ մեկ ամիսը լավ է, ուրեմն հունվարն ես արդեն ասացի ձկների կարիճների համար, ինչպես նաեւ կույսերի եւ ցուլերի համար դժվար կարող է լինել, որտեղ մոլորակները բոլոր այդտեղ են հավաքվելու խոյերի, կշռքների եւ այդ ժամանակատված է նաեւ խեցգետինների համար, այնպես որ ուշադիր եղեք եւ արդեն մի քանի օրից ես կներկայացնեմ հունվար ամսվա համար կանխատեսումը ընդհանուր եւ իհարկե նաեւ կենթանակերպի նշանների համար եւ 2026 թվականը այդպես համառոտակի, բայց բոլոր դեպքերում կներկայացնեմ, որպեսզի դուք իմանաք ինչ է սպասվում։ Այսքանը իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, լավ եղեք, ես ուզում շնորհակալություն հայտնել իմ հետևորդներին, մեկնաբանությունների համար, ջերմ խոսքերի համար, ես կարծում եմ, գիտեմ, թե բոլորին շնորհակալություն, մենք կհանդիպենք հաջորդ անգամ մի քանի օրից, այսքան առայժմ։